Քոչարյանի հետ կապված ստորագրահավաքել լրագրողին վիրավորելու համար, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծի։ Ընդդիմությունը արդեն համաձայնություն տվել է։ Ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները այդ հարցով, պատրաստվում եք էթիկայի հանձնաժողով քննություն սկսել Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված, որտեղ վերջինս անդադար կամ լրագրողներին է վիրավորում կամ ձեր թիմակիցներին, գիտենք, որ ներսում կոնֆլիկտներ կա։ Որտեղից գիտեք, որ ներսում Գիտենք, ներբերեկությունով կանանց Մամուլը ինչ ասես գրում, հա? Գրում եք, որ ես ու Քոչարյան Անդրանիկը լուրջ հակամարտություններ ունենք, հետո բարիշեցինք, հետո կռվեցինք եւ այլն։ Լավ, ուրեմն դուք էլ ձեր հարցին պատասխանեք, եթե դուք ձեր իրականությունը ունեք, ես ինչ պատասխանեմ։ Դուք ասում եք թուղթ կա, որտեղ կա ստորագրությունը հավաքում, ես այս թուղթին ծանոթ չեմ։ Երբ որ այդ թուղթը կտեսնեմ, երբ որ խմբագրությունը, երբ որ խմբակցությունը կքննարկի, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Ես ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք պատրաստ են միջպետական խաղաղության համաձայնագիր քննարկել եւ գնահատականներ տալ եւ հարցազրույցներ տալ, ես չպատրաստ չեմ նույնիսկ այդ Նիեջանոց թղթի վերաբերյալ բան ասել, որը չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես վատ եմ վերաբերվում Հռիփսի Մեջաբեջյանի շատ վատ։ Վերադառնանք համաձայնագրի։ Ես զանգարել եմ իրեն, հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, ես դուրսն եմ երկրում, զանգարել եմ իրան, իր հետ խոսել եմ, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ խոսել եմ։ Քոչարյանին եք զանգահարել։ Այո։ Ներողություն չեք պատրաստում, խնդրեմ։ Ես խնդրում եմ իրան այդ հարցը։ Ես տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունը եւ լրագրողները բաներ են արել։ Ես ներողություն եմ խնդրել եւ ես համարում եմ, որ դրանով ես ել ավելի ուժեղացել եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդով ներողություն եմ խնդրում, ել ավելի ուժեղանում։ Իսկ դուք արմիակի հանձնաժողով պետք է ձևավորի։ Խնդրում եմ, էլի թող գա փաստաթուղթը տնեմ լրագրողները հարգելի, ինչի տակ են ստորագրել, մի հատ քննարկենք, հասկանանք, կասեմ, էլի հետո տեսեք, դա ազգային ժողովի նախագահի որոշելիքը չի, դա խմբակցությունների ղեկավարներն են որոշում, խմբակցությունն է որոշում